Ողջույն, ես Դանին եմ, շրջանային կենտրոնի սպասարկման համակարգողն այստեղ, Սանիթաունում, Կալիֆոռնիա։ Հիշենք Սթիվենի IPP հանդիպման օրը, երբ Վինին օգտագործում է աշխատանքային գիրքը, որ Սթիվենի ձայնը որոշիչ լինի նրա ծրագրում։ Տեսեք Վինին օգտագործում է անձնակենտրոն մտածողությունը Սթիվենի պլանավորման հանդիպմանը։ Նա արդեն եկել է։ Ահա եւ նա չեմպիոն։ Բարի առավոտ հարգելիներս, ես Վինի Մանկուսոն եմ, Սթիվենի նոր սպասարկման համակարգողն եմ չափահասների խմբում եւ ես այստեղ եմ, որ ուղղորդեմ IPP-ի հարցում։ Շատ լավ։ Դե, եկեք սկսենք։ Սթիվեն, դու հարցեր ունես։ Դա ինչ է։ Օ, սա փեքս տախտակ է։ Ես սա օգտագործում եմ այն մարդկանց համար, ովքեր չեն խոսում։ Սա այսօրվա մեկ այլ IPP հանդիպման համար է։ Օ, քանի մարդու եք աջակցում։ 60-ից ավելի, որոնք ունեն անհատական կարիքներ կամ նպատակներ, դրա համար տալիս ենք IPP ուղեցույց, որպեսզի կարողանաք որոշել։ Հնարավորություն ունեցաք այն լրացնել։ Այո, ամեն ինչ լրացրել ենք։ Շատ լավ, հիանալի է։ Այո, բայց Անցիր խաղային պլան են Մանկուսո։ Տեսար Սթիվենի անկյունը։ Դա մեր գարաժն է։ Հա, Սթիվենի համար կատարյալ բնակարան կհարմարեցնենք։ Խաղային էկրանով եւ սառնարանով։ Չէ, չեմպիոն։ այո, բայց Եվ նա նոր աշխատանք է սկսում։ Օ, Սթիվեն, պատմիր աշխատանքի մասին։ ես այո, բայց Նա պատրաստվում է աշխատել լանդշաֆտային ընկերությունում։ ես չեմ ուզում լանդշաֆտ անել։ Հեյ, ուր ես գնում չեմպիոն։ Գուցե նրան հանգիստ է պետք։ Գուցե ես խոսեմ նրա հետ։ Սիրելիս, հապանայիր։ Լավն է դու մեր։ Ափսոս ես բակ չունեմ։ Որտեղ ես ապրում։ Որտեղ եմ ապրում։ Իմ ծնողների գարաժում։ Իրոք։ Ոչ, դե իհարկե։ Դու էլ պարտավոր չես, եթե չես ուզում։ Ես չգիտեմ, թե ինչ եմ ուզում։ Դա նորմալ է։ Չափահաս լինելը հեշտ չէ։ Աշխատանքային գիրքը օգնում է հասկանալ քո կյանքի որոշիչ ընտրությունները։ Արի նորը լրացնենք միասին։ Ես արդեն լրացրել եմ այն։ Ծնողներս այնքան ոգևորված էին իրենց ծրագրով, որ չուզեցի փչացնել այն։ Սթիվո, շատ լավ է, որ մտահոգվում ես նրանց մասին, բայց նրանց ծրագիրը չէ, դա քոնն է։ Տես, քո ծնողները քո պլանավորման թիմում են, ինչպես եւ ես, այլ ոչ թե հակառակը։ Եթե ինչ-որ բան ես ուզում, դու մեզ ասա։ Հակառակ դեպքում պետք է գուշակեմ ու հետո երկուսս էլ կապրենք քո ծնողների գարաժում։ Դու ծիծաղելի ես, ինձ դուր ես գալիս։ Դե արի գնանք եւ քո ծնողներին ասենք, թե ինչ ես ուզում, որպեսզի միասին կարողանանք քո IPP-ին կազմել։ Ես շատ կուզեի։ Շատ։ Դե սիրելիս, լավ ես։ Մամ, հայրիկ, գիտեմ, որ դուք լավն եք ուզում, ու ես սիրում եմ ձեզ, բայց Դու կարող ես։ ես ինքս եմ լրացրել տետրը։ Ես ձեզ չեմ ասել, որովհետև չէի ուզում ցավ պատճառել։ Գիտենք, այն ընկել էր։ Լավ չեմպիոն։ Ցույց տուր քո ծրագրերը։ Դուք բարկացած չեք։ Իհարկե ոչ, սիրելիս։ Սա քո պլանն է եւ քո կյանքը։ Եկեք այստեղ։ Շատ լավ, Սթիվեն, որտեղից ենք սկսում։ Գուցե բնակարանից։ Շատ լավ։ Շրջանային կենտրոնն օգնում է ուսումնասիրել բնակարանների ձեր տարբերակները։ Կարող եք ապրել հաշմանդամություն ունեցող, չունեցող մարդկանց հետ կամ նույնիսկ մենակ։ Ես կցանկանայի ունենալ իմ սեփական տունը։ Հիշիր, Սթիվեն, դու չես սիրում մենակ լինել։ Ես հասկացա։ Իսկ որտեղ դու քեզ միայնակ չես զգում։ Դե, ես սիրում եմ ժամանակ անցկացնել իմ ընկերների հետ, Մայայի եւ Դեքսթերի։ Մայան եւ Դեքստերը, կարծեմ նրանք ապրում են Սանի Օուքսում։ Մարդիկ, ովքեր ծառայություններ են ստանում այնտեղ, Սանի Օուքսը դարձրել են իրենց տունը։ Նրանք այնտեղ են ապրում։ Կարող եմ ես էլ այնտեղ ապրել։ Թույլ տուր ճշտեմ։ Ազատ տեղեր կան արդյոք այնտեղ։ Դա հիանալի է, ընկեր։ Գրիր դա։ Մանկուսո, ինչքան է այդպիսի տեղի ամսավճարը։ Հիմա ասեմ, Սթիվենի SSI-ը ծածկում է ծախսերի մեծ մասը, իսկ կենտրոնը հոգում է մնացած մասը։ Արդյունքում ոչ մի ծախս։ Ինչ կասես, սիրելիս։ Իսկական պլան է։ Այսինքն, իսկական անհատական ծրագրային պլան։ Ճիշտ այդպես։ Հաջորդը աշխատանք։ Ոչ մի լանդշաֆտ, ճիշտ է։ Ճիշտ է։ Այսօր Վիրին օգնեց Սթիվենին բարձրաձայնել այն, ինչ նա ուզում էր։ Վինին ընդգրկուն հարցեր տվեց, լսեց Սթիվենի եւ նրա ծնողների կարծիքները եւ կարողացավ վեր հանել այն, ինչը կարեւոր էր Սթիվենի եւ նրա IPP-ի համար։ Հիշեք,
Անձնակենտրոն պլանավորումը լավ թղթաբանությունը չէ, այլ օգնելը, որ կյանքն ավելի լավը դառնա։